Պարոն Մխիթարյան, ամսի 28-ին SPM-ից Հայատ պրոջեկտը պետք է այսպես համերգ նվիրի Շիրակի մարզի եւ ոչ միայն Շիրակի մարզի, այլ ամբողջ հանրապետության շրջանավարտներին հրավիրել եք բոլորին Գյումրի տոնելու շրջանավարտների օրը։ Տոնն էլ այսպես պատահական ընտրված չէ, մայիսի 28 անկախության օրը։ Մի փոքր հակակ ձեր կբացեք այս առաջարկության մասին, ինչպես ընդունեցին ձեր առաջարկը։ Տեսեք, մենք խոստացել էինք, որ Հայատ պրոջեկտը 5 տարվա ընթացքում իր առաջին մեծ բացօթյա համերգը տալու է Գյումրիում, շատ մեծաքանակ հանդիսատեսի ներկայությամբ, եւ սա այդ տված խոստումի կատարումն է իրենից ներկայացնում, իսկ օրն էլ այո, պատահական ընտրված չէ, մենք ուզեցինք, որ մեծահասակների կյանք ոտ դնող մեր երիտասարդությունը հստակ գիտակցի, թե մայիսի 28-ը իրենից ինչ է ներկայացնում, ինչ խորհուրդ ունի եւ արդեն հասուն մարդու կարգավիճակով հստակ պատկերացում կազմեն մեր շրջանավարտները, թե ինչքան կարևոր բան է անկախությունը, ինչքան կարևոր բան է հայրենիքը եւ որ այս հայրենիքը մերն է, մենք էլ այս հայրենիքին է, իրենք էլ այդ խորհուրդը ամբողջ կյանքի ընթացքում իրենց սրտում պետք է տանեն, որքանով ես գիտեմ Հայաստանի Հանրապետությունում այն ինչ մայիսի 28-ին Գյումրիում է տեղի ունենալու ամենամեծ միջոցառումն է, մայիսի 28-ին այլ ավելի մեծ միջոցառումներ, որքանով ես գիտեմ նախատեսված չեն, ինչը ցավով եմ ասում, որովհետև սա այն օրն է, որը իր մեջ խորհրդանշում է նաև մեր մեծ հաղթանակները, Բաշաբարանը, Սարդարապատը, որը մենք պարտավոր ենք հիշել եւ մայիսի 28-ին հենց անցկացնելով շրջանավարտների վերջի զանգին նվիրված է մեծ բացօթյա համերգը, մենք նաև այդ խորհուրդն ենք ուզում երեխաներին փոխանցել, որ երբեք չմոռանան իրենց պետականության մասին, իրենց հայրենիքի մասին, իրենց անկախության մասին։ Քանի որ խոսեցիք հայրենիքի պետականության մասին, այս տարվա բոլոր վերջի զանգերում թերևս ես արձանագրեցի ինձ համար, որ գաղափարախոսություն կար հայրենիքի մասին, հատուկ ընդգծված էր Արցախը, ինչը շատ ուրախալի է, ձեր երգը շատ այսպես դպրոցական միջոցառումներ էր զարդարում, խոսքը Արցախ երգի մասին է։ Գիտեք, որ ձեր հեղինակած երգերը սիրում են տարբեր տարիքային խմբեր, սկսած մեծահասակներից եւ ընդունելի ու ընկալելի են։ Ինչ մեսիջ էր ուղղված իշխանություններին այս տարվա վերջին զանգերի այդ գաղափարախոսությունը։ Ես կարծում եմ դա պետք է հարցնել մեր երեխաներին եւ իրենց մանկավարժներին, խոնարհումս ու հարգանքս մանկավարժներին ու այն դպրոցների տնօրեններին, որոնք չեն մոռանում Արցախի մասին, որոնք այսպես թե այնպես լինի դա իմ երգը, թե ոչ իմ երգը, հիշեցնում են իրենց աշակերտներին, իրենց շրջանավարտներին, աշակերտների ծնողներին, որ Արցախը ոչ միֆ էր, ոչ լեգենդ էր, ոչ էլ երազ էր։ Արցախը այն իրականությունն է, որը ցավոք սրտի այս պահին մեզնից փոխված է, բայց մերն է ու մերն է լինելու։ Եվ ես ինքս բազմաթիվ հարյուրավոր կարելի է ասել ստորիներ եմ տեսել, ռիլեր եմ տեսել, որտեղ վերջի զանգի միջոցառումների ժամանակ երեխաները մեծագույն սիրով կատարել են «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգը, եւ տեսեք այն ինչ մեր երակների մեջ է, այն ինչ մեր այրյան մեջ է եւ այն ինչ հոսում է մեր երակներով, ոչ մի քաղաքականություն, ոչ մի գաղափարախոսություն չի կարող փոխել եւ չի կարող կոտրել։ Այնպես ինչպես չեն կարող մեզնից փոխել Արևմտյան Հայաստանի գաղափարը, այնպես ինչպես մեզնից չեն կարող փոխել Նախիջևանի գաղափարը, այդպես էլ Արցախը կա, եղել է ու անպայման լինելու է եւ ես շնորհակալ եմ այդ երեխաներին, որ իրենք այդպիսի հուզմունքով եւ գիտեք դուք ասում եք գրածս երգերը մարդիկ սիրում, դա նաեւ նրանցից է, որ ես սիրում եմ իմ ժողովրդին եւ շատ լավ ճանաչում եմ իմ ժողովրդին։ Այս ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, այս ժողովուրդը չի կարելի պիտակավորել այս մարդկանց ու այն փոքր հատվածը, որը վստահ եմ մոլորյալներ են, այդ փոքր հատվածին է մենք փորձենք վերադարձնենք այն ակունքներին եւ այն այրյան կանչին, որը հոսում է բոլորիս միջով։
Պարոն Մխիթարյան, մի քանի օր է այսպես նախապատրաստական աշխատանքներ եք գնում, հասկացանք գաղափարը ձեզնից է, առաջարկը ձեզնից է, իսկ ֆինանսական աջակցությունը գիտեք, որ ՔՊԱ-ականները շատ են սիրում շեշտել, որ քաղաքի բյուջեն շատ փոքր է, հետևաբար քննադատությունների պակաս վստահաբար չեք ունենալու, պիտի ասեն կարևոր ծախսերը թողած մեգա համերգներ են կազմակերպում։ Դե եկեք ես մի անգամից ասեմ, որ քաղաքի բյուջեից 1 դրամ չի ծախսվում այս միջոցառմանը։ Միջոցառման ամբողջ ծախսերը վերցրել ենք մեր վրա ես եւ ընկերներս։ Քաղաքապետարանը իհարկե ամեն ինչով աջակցում է, բայց աջակցում է կազմակերպչական աշխատանքով, ենթակառուցվածքները տրամադրելով, բոլոր գրությունները ժամանակին եւ հրատապ կերպով ներկայացնելով։ Ես շնորհակալ եմ քաղաքապետին էլ, փոխքաղաքապետին էլ, շատ օպերատիվ իրար հետ աշխատում ենք, որովհետև իրենք էլ շատ լավ հասկացել են, թե ինչի համար է սա արվում, ինչ խորհուրդ ունի այս միջոցառումը, այս միջոցառումից ոչ մեկս ոչ մի ֆինանսական դիվիդենդ ոչ ակնկալել ենք, ոչ ակնկալելու ենք։ Ավելին, տաղավարները իդեպ հրապարակում կարող եք տեսնել, առևտրային տաղավարներ են տեղադրվում, այդ տաղավարներն էլ են անվճար տրամադրվել տնտեսվարողներին, այսինքն մենք անում ենք միջոցառում, որպեսզի տեսեք, ուրբաթ-շաբաթ կիրակի օրերին այսպես թե այնպես քաղաքում աշխուժություն նկատվում է։ Մենք հատուկ վերցրել ենք շաբաթվա մեջտեղի օր, չորեքշաբթի օր, որպեսզի եւս մեկ օր հնարավորություն տանք մեր հյուրանոցներին, մեր ռեստորաններին, մեր կաֆեներին աշխատելու, եւս մեկ հնարավորություն տանք տուրիստական գործակալություններին դրսից զբոսաշրջիկներ բերել Գյումրի եւ ծանոթացնել Գյումրիին մի քիչ այլ կողմից, որ Գյումրին նաեւ կարող է փայլուն կերպով սեփական ուժերով անցկացնել մեծ միջոցառումներ, մասշտաբային միջոցառումներ, ընդունել հյուրերին, կերցնել, խմցնել եւ պատվով ճանապարհել տուն, այնպես որ բոլորին սիրով սպասում ենք մայիսի 28-ին Գյումրիում, վստահ եմ աննախադեպ համերգի եք ականատես լինելու, բազմահազարանոց հրապարակ ենք ունենալու, շքեղ բեմ, տեսնում եք բեմը արդեն կառուցվում է, հզոր ձայն, շքեղ լուսավորություն, դե եւ իհարկե անկրկնելի Հայատ պրոջեկտը իր հարազատ քաղաքում մեծ ու առաջի բացօթյա համերգն է ունենալու Հայաստանում։